Ռուսաստանի մարզական մայրաքաղաքում Եվրասիական միջկառավարական խորհուրդը մարզական պատրաստվածությամբ տնտեսական հարցեր էր օրակարգ բերել։ Ինչպես թղթաբանությունը մեկ միասնական պատուհանից հասանելի դարձնել։ Ստորագրությամբ ԵԱՏՄ անդամ երկրները որոշեցին միասնական պատուհանի մեխանիզմը պետք է զարգացնել, ինչպես իր փորձով կկիսվի Հայաստանը։ Վերջերս մոտ մեկ ամիս առաջ մեր ԵԱՏՄ գործընկերները Հայաստանում էին։ Մենք որոշակի փորձ ենք կուտակել այդ ոլորտում, այն դեռ համակարգված չէ, բայց մի շարք ուղղություններով բավական առաջ ենք գնացել։ Մեր երկիրը ստորագրված մեկ այլ փաստաթղթի ագրոարդյունաբերության մեջ համատեղ գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման կարգի մասին էլ առաջարկներ ունի ու արդեն ներկայացրել է գործընկերներին, իսկ ԵԱՏՄ թվային օրակարգը միասնական տեխնոլոգիական այդ հարթակը մեր կողմին հետաքրքրում է, հեռանկարային է։ Կարևոր գործ է, պետք է շարունակենք աշխատել այդ ուղղությամբ, առավել ևս, որ մեր երկրներում արդեն գոյություն ունեն գործող համակարգեր, պետք է հաշվի առնենք դա, ապահովենք դրանց փոխգործակցությունը։ Այսուհետև պետք է փորձեն ԵԱՏՄ ներքին շուկայում վերացնել սահմանափակումներն ու խոչընդոտները, սա ևս վավերացրին։ Կարեն Կարապետյանն ասաց, հայկական կողմը իր ունեցած բացերը կլրացնի մոտ 1 տարում։ Մինչ այդ նկատեց, Եվրասիական միջկառավարական խորհրդի ամենհերթական հանդիպում ավելի ռացիոնալ է, քան նախորդը։ Օրակարգ, Կազան, Երևան։